այժմ գտնում եմ Դիլիջանում, ուզում եմ մի փոքր սուրճ խմել, այդ նպատակով կմտնեմ այս փոքրիկ Դիլիջանյան կոլորիտներում տարբերվող սրճարան, մի քիչ կհանգստանամ, սուրճ կխմեմ ու կշարունակեմ իմ ճանապարհը, տեսնենք ինչով այն յուրահատուկ։ Ու անպակաս շունիկները մեր ֆիլմի։ Հաբերում խմում փնտրում եմ քեզ իմ այսյան բզեզ ունքերդ շատ հաստ դեմքդ պարզ խճճվել եմ ու լրվել եմ խուճուճներիդ մեջ խառնել եմ ես սաղ հոլի մուրմուր հոլի մուրմուր հոլի մուրմուր հոլի մուրմուր ես փորձում եմ նկատվել ոչ մի բան չկորցնել Ոնց ես լավ ես ինչ կհեչ, այդպիսի ստանդարտ հարթեր Ճամփորդական Դիլիջանյան արշավներից մեկում հանդիպեցի ճամփորդի տնակ սրճարանում Նովի հետ Կխնդրեի պատմեք ինչպես էր սրճարանի գաղափարը որտեղից է սկսել Սրճարանի գաղափարը մտքումս է եղել հիմնականում 2016 թվականից աշխատել եմ սրճարանային ոլորտում ու ինձ մոտ կար մի գաղափար, որ ստեղծել սեփական փոքր սրճարան, որտեղ կգային մարդիկ, համով առողջ կսնվեին, հետագայում ստացվեց այնպես, որ 2020 թվականից սկսեցի զբաղվել ավելի պրոֆեսիոնալ սպորտային տուրիզմով, զբոսաշրջությամբ ու նաև տուրեր էի իրականացնում Դիլիջանում, որից հետո, երբ որ եկավ այն գաղափարը 2022-ին ունեի գաղափար ստեղծել բիզնես, շահեցի գրանտը ներկայացնելը, բիզնես գաղափար ներկայացնելու ժամանակ եղավ սենց հարց, որ ինչ բացել այս գրանտով սրճարան, թե տուրիստական Երկու հարցերը ես փորձեցի գտնել ճիշտ լուծում ու ունենալ ոսկե միջինը առաջին հայկական դիլիջանյան հայկական տուրիստական սրճարանն է, որը իր կոնցեպտով լինելու էր եւ տուրիստական եւ սրճարան, որտեղ ինչպես ունենք sense մի փոքր մի քանի կարգախոս, բոլոր ճանապարհները անցնում են ճամփորդի տնակով չեն տանում հռոմ, այլ անցնում են մեր մոտով, դե որ կգնան չգիտենք, սա վայր է, որտեղ հանդիպում են զբոսաշրջիկները։ Փորձել ենք միացնել հարաբերությունները ջերմացնել զբոսաշրջիկների եւ տեղացիների հարաբերությունները ջերմացնել ու բավականին շատ լավ է ընթացել, ինչպես նաեւ արտաքին սրճարանի տեսքը փորձել ենք ստեղծել փոքրիկ յուղակ սրճարան, որը ունենալու ավելի շատ ազգային տեսք, մենք սրճարանի միջոցով կարողանալու ենք փոքր մշակութային արժեքներ փոխանցել զբոսաշրջիկներին, քանի որ իրենք գալիս են Հայաստան այդ ամենը տեսնել։ Իսկ մարդիկ ծանոթանալ տուրիստները հետաքրքրվում են, պես հայկական մշակույթը ինչքանով է։ Տուրիստները, այսպես ասեմ, որպես նաև զբոսաշրջիկ այցելելով այլ երկիր բոլոր զբոսաշրջիկներին հետաքրքիր է այդտեղ ապրող մարդկանց մշակույթը, կենցաղը, բարքերը ու այդ ամեն ինչը փորձել ենք միացնել ու տանք այն բոլոր հետաքրքրող հարցերի պատասխաններ, որ պետք է զբոսաշրջիկներին։ Իմ ֆիլմի շրջանակներում ես փորձում եմ ներկայացնել տարբեր մարզերի հենց կոլորիտային այդպիսի վայրերը ու հենց այս սրճարանը ընտրեցի հենց այդ նպատակով իր կոլորիտային, իր դիլիջանյան մշակույթը ներկայացնող իր գաղափարով ու իր հենց հետաքրքրությունը ինձ համար հենց գալիս է այս գորգի տենց իր հատվածը, քանի որ ֆիլմում տենց Բերդ քաղաքում ինձ հանդիպեցին մարդիկ, ովքեր որ պատմում են, որ հենց պատմություն ունի, հենց գորգագործությամբ զբաղվել են մեր Տավուշի տարածաշրջանում մեծ գորգագործություն է ունեցել Տավուշում ու այդ գորգագործության մշակույթը նաև շատ է աճել սովետական տարիներին
Իջևան քաղաքում եղել է մեծ գորգագործարան, որտեղ արտադրվել են տարբեր գործեր, բայց սա իհարկե ձեռքի աշխատանք է, գորգի անունը Նումեա, այդ ի պատիվ ինքնին պատմություն ունի 100 տարվա մոտավոր, ավելի շատ Սյունիքի, քանի որ ինքը տեղափոխվել է այստեղ Եղեգնաձորից, եթե չեմ սխալվում, Եղեգնաձորից տեղափոխվել է Վանաձոր, Վարդենիսից, չէ, Վարդենիսից տեղափոխվել է Վանաձոր, մոտ 100 տարվա պատմություն ունի, իսկ Վարդենիսի առաջվա տերը տիրոջ անունը Նումե է եղել, իսկ ովքեր որ վերցրել են անունը դրել են գորգի Նումե։ Ինքը նախշերը Սյունիքի Արցախի նախշերն են բնորոշում։ Իրենց հայկական գորգերը իրենց առանձնահատկությունը ունենում են, վիշապագորգերը։ Ես բանում եմ եղել, Դիլիջանի պատմության թանգարանում եմ այդտեղ կար ներկայացված հայկական գորգեր։ Շատ հետաքրքիր է նաև Սերիկ Դավթյանի աշխատանքները, որը հենց Դիլիջանի երկրագիտական թանգարանի հիմնադիրներից է։ Ես վերջերս լսեցի, որ հետաքրքիր գիրքեր պատրաստել իր համար։ Ասեղնագործության, գորգագործության մեծ մասնագետ է եղել Սերիկ Դավթյանը։ Ուսումնասիրել անպայման։ Իսկ ինչ որ հատուկ խոհանոց, ինչ որ տենց հատուկ յուրահատուկ ինչ որ բաներ ունեք ձեր։ Հա, յուրահատուկ շատ բաներ ունենք։ Խոհանոցը սկսենք բառից բառում 18 տեսակի կոլումբիական սուրճեր, ինչպես նաև իմ կողմից սարերից հավաքված խոտաբույսերն են, որոնք մեծամասնությունն է կազմում ու զբոսաշրջիկներին նաև դա է գրավում։ Փորձեցինք վաճառել որպես թեյ տարբերակով այդ խոտաբույսերը, հետագայում խմելով թեյերը զբոսաշրջիկները ուզում են իրենց հետ տանել արտերկիր ու ստեղծեցինք նաև մի փոքր բրենդ, որ անվանեցինք Arm Tea, որ իրենց հիշեցնի այդ խոտաբույսը իրեն գնել են Հայաստանից, շտապ նաև քանի որ սեզոնայնության պատճառով այս բայց սպառվել է բոլոր տեսականի, նոր սեզոնին կհավաքենք ու կունենանք։ Խոհանոցներ փորձում ենք վերհանել հին ազգային գերակրատեսակները, այնտեղ օրինակ դրանցից բնորոշ է կոնչոլը, որը ինքը միայն Տավուշի Լորվա մարզին է բնորոշ, ինքը հացից պատրաստած ապուր է։ Հացով։ Նույնիսկ ծանոթ չէ, տարբեր խոհանոցներ ուսումնասիրել են, փորձել են տարբեր տեսակներ, բայց կոնկրետ այս ծանոթ էր։ Կոնչոլը հենց Տավուշին է բնորոշ ու ինքը շատ հետաքրքիր է, ապուր է հացից։ Ավելի sense որ նայում եք ավելի հայկական է հացը։ Ինքը բանջարեղենային ապուր է, որպես։ Չէ, իր մեջ գնում է ջուր, հաց, կանաչի եւ ձու։ Ուրիշ ոչ մի բան։ Հաջորդ անգամ որ գամ փորձեմ անպայման։ Ինչ որ էլի յուրահատուկ բաներ կան խոհանոցային։ Յուրահատուկ շատ բաներ ունենք, ինչպես նշեցի, բայց ունենք նաև բաներ, որոնք փոխարինում ենք եվրոպական հայտնի կերակրատեսակները դարձնում ենք ավելի հայկական կամ հակառակը։ Հայկականը ավելի եվրոպական։ Հա, հիմնական միքսեր ենք իրական խոհանոցների, այստեղից օրինակ պիցաները, որը իտալական հայտնի պիցաներն են, մենք պատրաստում ենք մեր հայկական փռի մեջ։ Ունենք պաստաները, բայց այդ պաստաները պատրաստված են իտալական տեխնոլոգիաներով, բայց Հայաստանում էլի հայկական հումքից։ Նմանատիպ այլ կերակրատեսակներ են սպահին երկուսը հիշեցի։ Ճիշտ է, մինչև նկարում սկսել ես ներկայացրեցիր ցուցավաճառքը, բայց ուզենայի մի հատ էլ ներկայացնեիր համառոտ կերպով։ Հա, ասեմ, որ ճամփորդի տնակը ինքը ոչ միայն սրճարանը, անվանումը դրել ենք Travelers Hut Cafe and More, կաֆե եւ ավելին, քանի որ այստեղ ունենք արշավային պարագաներ, որոնք տալիս են վարձակալությամբ, եւ հուշանվերները, որը տեղի ձեռնեցների աշխատանքներն են։ Այստեղ ունենք պոստկարտեր, նկարներ, երեխաների ձեռքի աշխատանքներ, բրոշներ, նկարներ, որոնք ամբողջությամբ տեղացիների աշխատանքներն են ու խթանում են նրանց վաճառքին։ Բարև, Մաքս չի։ Մաքս։ Очень приятно. Можно? Маргарита, Ինչ էր անկարում, ես նույն սրճարանի սարքացումը։ Սրճարանի
Սրճարանի զարգացումը հիմնականում ինքը իր ձևը չկարա շատ մեծ սրճարան ռեստորան, կարող է հնարավորություն հետագայում դառնալ ինքը ռեստորան, բայց սրճարան, որը լինի շատ մեծ, կգործնի իր այս կոլորիտային բնույթը։ Հա, եթե նայենք օրինակ այս տարածքներում մատուկ ռեստորանները իրենք կարող են ներկայացնել հայկական խոհանոց, բայց այլ ստանդարտների մեջ են։ Մենք միշտ փորձում ենք ստանդարտներից դուրս բաներ անել։ Բարդալինա, բայց ավելի հետաքրքիր է։ Հայկական կերակուրներից, որ շատերը բան են, շատ տեղերում նման վերնշված ռեստորաններ են հիմնական տենց շաուրմա, քյաբաբ, խորոբատման, ստիպման են տալիս, մենք շաուրմայի փոխարեն մտցրել ենք բրդուճը։ Ուղղակի հայկական պարսը բրդուճ։ Հայկական պարս բրդուճ, որը նաև այնտեղ տարբեր տեսականի մսով, առանց մսի եւ այլն, սակայն ունեցել ենք այն ինչ որ էլի բնորոշ հայկականի, ոչ թե տենց շաուրմա առակակրտած միսը ինչ-որ։ Իսկ ձեր տուրիստները, որ գալիս են հետաքրքրվում են թե որտեղ աճի շինար Տավուշի մարզում, ինչ տեղեր եք հիմնականում առաջարկում։ Տավուշի մարզում նախ ունենք քարտեզ, որը առաջարկում ենք զբոսաշրջիկներին։ Հայտեր ինձ նվիրեցիք, ես այն պայման պահեմ։ Եռալեզու քարտեզ է ու ինքը ամբողջությամբ ներկայացնում է Դիլիջանը։ Ներկայացնում ենք Դիլիջանում բոլոր տեսարժան վայրերը, որտեղ կարող են գնալ, կախված նաև զբոսաշրջիկի ցանկություններից, ինքը ուզում է մշակութային վայր, թե ավելի արշավային, քայլարշավային, լեռնային բնությանը ավելի մոտ վայրեր։ Այդ դեպքում էլի գալիս է ճամփորդի տնակի մյուս ուղղությունը, որը քայլարշավներ, տուրիզմն է ինքը ընդգրկում։ Դուք եք հենց իրականացնում։ Զբոսավարներից մեկը ես եմ ու զբոսաշրջիկների հետ հիմնական քայլում ենք տարբեր արահետներով, ինչպես նաև պատմամշակութային վայրեր ենք այցելում։ Շուտով սեզոնը սկսում է։ Հա, սպասված, արշավականների ամենասպասված սեզոնն է ապրիլից հետո, երբ որ սկսում է ամեն ինչ գեղեցիկ ծաղկել, համ զբոսաշրջիկների։ Ես օրինակ քայլում եմ ֆիլմի մեջ մի քիչ ավելի գույնային է, մի քիչ լրիվ ուրիշ է, այն տերևաթափ վիճակն է, որ նոր պետք է բացվի, հա, որ նոր պետք է կարողանա բացվի։ Իսկ դեմա հաջորդ կադրերներ կունենանք ֆիլմում, մյուս հատվածները, որ արդեն գարնանային կանաչ տեսաններ։ Ավելի։ Այստեղ ամենասիրանը հենց գարնանային ամենաաշնանն է նոր տերևաթափ։ Դիլիջանյան աշնանը ինքը ամենահրաշք բաներից մեկն է, բայց գարունները շատ։ Էրիկա, բավականին խոսացինք։ Շատ շնորհակալ եմ։ Ոչ մի Համարտադրության համագործակցության համար։ Չկա, այս այն կյանքն է, որով ես ապրում եմ ու փորձեցի կիսվել։ Շնորհակալ։ Կամաց, 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 ոտքերն հողին, եկավ գնաց, գունատեղին, ձերքը շարժեց մեկ բար, ոտքը խփեց, մերել, առաջ եկավ դժվար, ձերքը շարժեց մեկ վեր, ահա թեքվեց, կընկնի, բայց չնայի